Արցախի դրոշը ցավալիորեն այսօր որևէ տեղում Արցախի դրոշը տեսնելը մեզ համար դառնում է այսպես ցնծության եւ ուրախության առիթ։ Դա պիտի այդպես չլիներ, շատ բնական պիտի լիներ։ Եվ ինչպես բնական եղել է 30 տարի։ Մենք երբևէ այդքան խնդություն չենք ունեցել, չէ՞։ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության դրոշը տեսնելուց այդ ոգևորությունը ապրել։ Անշուշտ ունեցել ենք, բայց այն զգացումը, որ հիմա կա, կորուստի մեջ այդ հույսի նշույլի փնտրտուքը, սա բոլորովին այլ զգացում է։ Եվ դրա համար եմ ասում ցավալիորեն, որովհետև հաղթանակած դրոշը այսօր գրեթե փորձում են մատնել մոռացության, ոչնչության եւ դարձնել պարտության սիմվոլ։ Եվ ինձ համար Երուսաղեմի մեր քրչի գերեզմանի մոտ պարզված Արցախի դրոշը նաև խորհրդանշականորեն այնպես ինչպես գերեզմանից դուրս եկող լույսն է, հաղթանակն է մեր Տիրոջ հարության խորհրդով, այդպես էլ վստահաբար մեր կյանքում կլինի Արցախով պայմանավորված հաղթանակը վերստին։ Երբ կլինի դա, կլինի այն ժամանակ, երբ որ մենք ամբողջությամբ կհասկանանք մեր կորուստի չափը, գինը, խորությունը, կհասկանանք, թե ինչ ունենք եւ ինչի առջև ենք կանգնած, ենք կորցրած գանձի պատմությամբ տեսնել։ Եվ ինքնաճանաչողությունը կունենանք, խորությամբ կհավատանք հարության հաղթանակի լույսին եւ ճշմարտությանը եւ ոչ թե պարզապես կտոնենք, այլ կհավատանք եւ կգործադրենք։ Եվ դա, ասեմ, աշխարհն էլ է ուզում, որ այդպես լինի։ Մենք էլ ենք ուզում։ Եվ ես մի խոսք եմ ասել, անընդհատ կրկնելու եմ դա։ Ի հեճուկս բոլոր չարիքների։ Այո, ասել եմ ոսկեպարով Արցախ, այդպես էլ մնալու է։